Լևոն, բաց արա դուռը։ Լևոնը ստեղ չի գնացել է։ Ոնց գնացել է։ Ուր է գնացել։ Չգիտեմ, տունը հանձնեց ու գնաց։ Երբ։ Երևի 4 օր կլինի։ Լավ, շնորհակալություն։ Զինա, Արման, ես ինչի ես տեղ, ինչի քնած չես, կամ ինչի ես մենակ, տանը բոլորը քնած են, բա դու ինչի չես քնել, քոնս չի տանը, որ ճիշտ ասեմ իմն էլ, խոսենք, ինչի մասին, դե ամեն ինչի, ինչ կարևոր է, նկատել եմ, որ խուսափում ես ինձանից, չէ, չկա նման բան, կներես Արման ջան, ես պետքա բարձրանամ, Արսենը ինձ է սպասում, բարի գիշեր, բարի գիշեր, Տաթե, Հա, Միլենա ջան։ ես էլ քեզ եմ սպասում։ Ինձ։ Ինչի։ Ես գնում եմ։ Ուր ես գնում։ Սարայի մոտ։ Նորից սկսեցիր, Միլենա։ Ես պետքա գնամ։ Միլենա ջան, ես քեզ բացատրել եմ, չէ։ Սարան հիմա այստեղ չի ու որոշ ժամանակ չի գալու։ Որոշ ժամանակ։ Իսկ որոշ ժամանակը որտե՞ղ է այսքանից։ Միլենա, արի սպասենք։ Թող Սարան արթնանա ու զանգի մեզ, մենք էլ հարցնենք։ Արդեն արթնացել եք զանգես։ Ոչ, չի արթնացել։ Երբ որ ինքը արթնանա, մեզ կզանգի, ես էլ քեզ կկանչեմ, լավ։ Լավ։ Դե վազի։ Վազի։ Ինչի եկար, մնայր առավոտը կգահեիր։ Շենշինը։ Լսի, դու գիտես, ոնցոր ինչ լինես։ Նոր տարվա ալիվիե սալատներից, որ ով գալի գնումը, չի ուտում, մնում է վրետ, վերջում դու ուտում ես ու վրետ թթվում է։ Փլուշիդ հոտին թթված սալատն էլ է քեզ շատ։ Հազիվ էիր քեզ կարգի բերել, հավաքվել, էլի սկսեց քո ուտել խմելը։ Ինչ կուզեմ, կանեմ, մնում էր քեզնից հարցնեմ։ Արա, գնա քո ռեստորանները, խմի հարփ հետպես, լրագրողներն էլ կան նկարեն, նկարներդ գցեն սայթերը ու գրեն Լալայանի խրախճանքներին վերջ չկա։
Կարող գիտես այդ լրագրողները մարդ չեն, նրանք են գնում ռեստորան, հենց ասեն նաշնի կլուբերում ինչեր են անում, իրար լիզում առավոտվան ցիրիկում։ Յոհա, դու կլուբերել ես մտնում, հա, փաստորեն։ Այդ մեկը նորություն էր։ Արևս լրագրողները մարդ են, բայց նախարար չեն։ Իրանք ուր կուզեն կգնան, ինչքան կուզեն կխմեն, ինչ կուզեն կանեն։ Ու եթե հանկարծ մեկը մի օր մի հոդված գրի դրանցից որևէ մեկի մասին, կոպես ծանր չեն տանի ու գանից մուրը հանեն։ Ոչ եմ։ Ինչ ուզում ես, արա։ Ես գնում եմ ննջելու։ Գնա։ 1000 մտածմունք ունենք, 1000 պրոբլեմ ունենք, 1000 ծախս ունենք։ Դու ես վիճակով տուն ես մտնում։ Ասի, վրետ նայում եմ գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ դու սաղ կյանք տես տենց շատախոսել է, թե նոր ես դարը։ Վայ դերը ավեսը չունեմ, հա։ Չգիտես այդ կերած խմածած քթիցդ ոնց եմ բերելու։ Ինչ է սահմանը անցնում։ Ինչ սահման։ Այ էս սահմանը։ Հայ ու թուրքի։ Ոնց ուզում ես հասկացի, հա, հենց հայի ու թուրքի։ Ասենք թե անցա, ինչ պետք է անես։ Գրադով պետք է խփես։ Չէ, մատներդ հատ-հատ ջարդելու եմ, հատ-հատ։ Չէ, պաշտպանությունը թույլ է։ Կարամ հարձակվեմ։ Իսկ արաս հանգիստ մնաս, եթե սենց ես անելու, ես հենց հիմա կգնամ հյուրասենյակ, ունդեղ կմնամ, ու թող բոլորն էլ իմանան հեքիաթային Մեղրամսի մասին։ Մեր հեքիաթային Մեղրամիսը իմ ու քո ձեռքի մեջ է։ Կարանք հեքիաթ սարքենք։ Արդեն սարքել ենք։ Մենակ թե չգիտես ինչի այդ հեքիաթի չար կախարդը տղամարդու տեսք ունի։ Ձինա, երբ պետք է խելք հավաքես։ Քանի դու կերազես, որ ես քեզ մատով կպնեմ։ Երազում եմ,
երազ է։ Քունը չի տանում։ Տանում է, շատ լավ էլ տանում է։ Բարի գիշեր։ Ինչ բարի գիշեր է սահմանին։ Կարող է գիշերը խփես մփես։ Նորից։ Բարի լույս։ Բարի լույս, Սար։ Ես էլ անհանգիստ էի։ Անընդհատ մտածում էի զանգել, բայց մտածում էի կարող է հարմար չի, մենակ չես։ Երբ ազատ օրդ։ Վաղը, ինչի։ Ուզում եմ քեզ տեսնել։ Ուզում եմ, որ խոսենք, խճճվել եմ, չգիտեմ, կարիք ունեմ խոսելու։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան, ուղղակի ամեն ինչ իրար է խառնվել։ Սար արագ ասա այդ Գրիգորյանը կարող է գա չհասցնեմ խոսել, ասա ինչ ա եղել։ Երեք ամբողջ օր Արմանի հետ էի։ Հա ինչ վատ բան կա դրանում։ Ուզում էր գիշերը։ Ես մերժեցի։ Հետո։ Էլ ինչ հետո։ Չգիտեմ ինչ եմ անում։ Միգուցե հենց դա էլ պատճառն էր։ Չգիտեմ, կարող Արմանը մտածում է, որ կարող եք ուղղակի ուզում էր ինձ հետ ժամանակ անցկացնել։ Մտածում էր, որ ես հասանելի եմ։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Մտքերս խճճվել են։ Դատև հասկանում ես, ես պատկերացում չունեմ ինչ անեմ։ Չգիտեմ, ճիշտ է մնալը այստեղ գնալը, բայց ուր պիտի գնամ, ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք ունեմ, ինչ եմ անելու։ Մյուս կողմից էլ Արմանը թանկ է ինձ համար, չեմ ուզում իրան կորցնել, բայց ես ինձ եմ կորցնում ու… Սար… Ինձ թվում է ճիշտ է այստեղից գնալն է։ Բայց դու այդ մասին պիտի ասես Արմանին։ Չեմ կարող, ես ինչ էլ իրան ասեմ, միևնույնը չի ընդունում։ Սար, շատ լարված ես, հանի միջիցդ այդ լարվածությունը։ Տաթև կգաս։ Այսօր չեմ կարող, բայց վաղը անպայման կգամ։ Լավ, երեխեքը ոնց են, Միլենան ինչ է անում։ Անընդհատ քեզնից է հարցնում։ Չէ, հիմա չեմ կարող խոսել։ Ես ինձ սարսափելի վատ եմ զգում ու որ Միլենայի ձայնն էլ լսեմ, չէ։ Սար, մի բան եմ ուզում հարցնել։ Ինչ։ Լևոնից տեղեկություն ունես։ Բայց Լևոնից ինչի պիտի տեղեկություն ունենայի։ Նկատի ունեմ, վերջին անգամ երբ ես հետը խոսել։ Մի քանի օր առաջ։ Այսինքն այն օրը, երբ մանկատնից դուրս եկա։ Ինչի ես հարցնում։ Դե ուղղակի, Էրիկ Գրիգորյանը Լևոնից էր հարցնում։ Անգամ իմ հեռախոսից զանգեց, չվերցրեց։ Լևոնը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Լավ, Սար, հանգստացի։ Տակ գլխով որոշումներ մի կայացրու։ Լավ։
Բարի լույս։ Սա գիշեր հետս պոստի իր կային է։ Հիմա ինչ եղավ հետս չես խոսում։ Որտեղ ես տեսել, որ թշնամիները իրար հետ խոսեն։ Դու լրիվ լուրջ ես ընդունել այս ամեն ինչ։ Ես ուզում եմ մաքսիմում քիչ շփվեմ քեզ հետ։ Ու եթե հնարավոր է, էլի մի լավություն էլ կլինի առանձին սենյակներում քնենք։ Մեծ հաճույքով։ Ու մեկ էլ պատահական ու հանկարծակի համբույրներ չլինեն։ Լսի, դու հիշողության հետ պրոբլեմ ունես։ Ես այդ երկրորդ անգամն է, որ գալի ինձ համբուրում ես, ու վրես շար ես անում։ Բայց դու ինչ նագլի ես։ Ես եմ նագլի։ Հերիք չմտել ես սենյակս, մտել ես անկողնուս մեջ, ինչ որ գրավել ես, սահման ես դրել, քո արևին, հայի թուրքի։ Հələ մի հատ ինձ ասում ես ես նագլի է։ Մարդ չի կարող իր անկողնու մեջ մի հատ հավեսով ձգվի։ Ձգվի ինչքան ուզում ես։ Թողում ես որ։ Ինչ ես անում։ Կարմիր խաչիցա, հանկարծ չկարակես։ Հիմար։ Մի բաժակ դառը կոֆե դուր, գլուխս տրակում է։ Այերեք, որ մեծ խոսում էիր, հիմա վեր կաց ինքդ քո կոֆեն դիր, ինքդ էլ խմի։ Էլի սկսիր։ Հիմա այս տղերքը կանչել մի բաժակ բան խմեինք։ Ինչ ասի, հորրմս դերն, չի թողում։ Չէ, չեմ սկսել։ Ես որ սկսում եմ շատ վատ է լինում, գիտես։ Հետ ինչ ձև էր Աշոտ։ Գնում խմում հարբում ես, կոկոտ տաքացնում ես, քեֆը տնգոց գիշերվա միլիոնին գալիս ես տուն ու քո չստացված գործերի մուրը ինձանից ես հանում։ Մի բաժակ կոֆե դուր ասեցի։ Բայց ինչ մարդ ես դու։ Բա դու ինչ մարդ ես։ Մի բաժակ բան էի խմել, քթերիցս հանեցիր։ Կուզես մի բաժակ խմի, կուզես 10 շիշ խմի։ Գնա դրսերում քո խրախճանքներում քեզ խայտարակ արա, ինչ ուզում ես արա։ Ես էլ թե մի բառ խոսեմ։ Վրա դու են տիպն ես, որ եթե դաժե մեռնես, այն աշխարից ես խոսալու։ Գնա հա, ամեն անգամ նույն ջուրն ես ծեծում։ Կոֆեն։ Իմացի մերել եմ, վերկաց կոֆե դու դիր խմի։ Մեռնես կոֆե բերող կբերենք, ավելի էժան վրեկներս կնստի։ Ես ու բերրա։ Ասա, ինչ ա եղել։ Որ ժուրնալիստը։ Որտե՞ղ է գրել արա։ Ես սաղ քո լեզուն է, ինքան կռած։ Հարամ արեց սաղ։ Ադամ կգա էլի մեզ հետ։ Չեմ կարող, էլի ասում եմ, Վահագին գործեր ունեմ, շատ կարևոր։ Գոնե մի շաբաթով։ Չէ, Լիզա, դու գնա քեզ հանգստանալ պետք։ Բա առանց ինձ ոնց եք անելու։ Առանց կին ոնց եք ապրելու։ Դու մոռանում ես, որ այս տանը հարս կա։ Ձինա։ Ձինան հեսա կանի, բա չէ։ Ձինան ինչ պիտի անի։ Ոչինչ, որ կակրած առիթա մենակ կմնա ու կանի։ Բարի լույս։ Բալուս։ Ես գնացինք։ Չես գա մեր հետ։ Չէ, բալը ես արդեն ասացի, եթե ինչ որ պետք էր ասացի, եթե պետք լինի կգամ։
Ախպեր, ասենք չգամ էլ, հեռախոս ունեք, կարիք ունենաք, բան ունեք, զանգեք, ասեք էլի, ոնց որ Զիմբաբվե եք գնում եք Արզնի։ Ես գնացի, հաջողություն ձեզ լավ կպահեք։ Էլիզա ջան, երեխուն լավ կլինի։ Մամ իրերը թավաքել ես։ Վայ Լուսի, ոնց որ փոքր ժամանակերն ես հիմա ես։ Չես փոխվել հեչ։ Հա, մամ, ես չեմ փոխվել, գնա իրերը թավաքի։ 2 շոր պիտի դնեմ էլի։ Ոնց որ ինչ պիտի տանեմ։ Գնա, մամ, գնա։ Վայ, քեզանից բրծում չկա։ Այսպես շատ ավելի գեղեցիկ է, շատ թարմ տեսք ունես։ Շնորհակալ եմ։ Փորձեցի մի քիչ փոփոխություն լինի, փորձեցի։ Երեխաներ լուր, հա։ Կերեք։ Հոցնենք մոռացել։ Ես կտանեմ։ Տաթև։ Հանգիր Գրիգորյան։ Ընկերուհուցդ լուր ունես։ Սարայից։ Ինչի դու ուրիշ ընկերուհի էլ ունես։ Եթե Սարային նկատի ունեք, կես ժամ առաջ եմ խոսել։ Ինչ որ բանա պատահել։ Չէ, ուղղակի ուզում եմ իմանալ Սարան հիմա որտեղ է։ Քեզ եմ հարցնում Տաթև։ Սարան որտեղ է հիմա։ Վարսած բնակարանում, բնակարանավարձել։ Մենակ։ Այսինքն մենակ։ Լևոնի հետ չի։ Սարան Լևոնի անունը չի ուզում լսել։ Վստահ ես, որ միասին չեն։ Վստահ եմ։ Կզանգես Սարային։ Ինչի համար։ Զանգի, ուղղակի ուզում եմ հետը խոսել։ Դուք Սարայի համարը չունեք։ Ինչի՞ չես զանգում։ Վախենում ես, որ կարող է հանկարծ Լևոնը Սարայի բջջայինը վերցնի։ Դե գիտեք ինչ, թեկուզ եթե այդպես Լևոնը եղել է Սարայի նշանածը, բայց հիմա Սարայի հետ չի, ես վստահ եմ։ Զանգի Սարային։ Ու բարձրախոսն էլ միացրու։ Ոնց որ մոռացար, հա։ Պարտվող կողմը ինչ անելու։ Բայց ես չեմ պարտվել։ Ոնց չես պարտվել։ Ես քեզ գերի եմ վերցրել։ Բայց կարող դու քո կամքով ես եկել։ Եթե տենց է, ասա իմանանք։ Արսեն։ Հա։ Պրոֆեսորը։ Վայ, ոնց եմ ես քեզանից զզվում։ Ես էլ կյանքս։ Բայց որ կոֆեն դնես, կանցնի։ Զզվում եմ։ Հադավ, ձենը չեկավ, ինչ նորություն կա։ Հասկացա։ Չէ բեր դրան, բայց օֆիս չէ, մեր սիրած տեղը, հասկացար։ Հա, Ալեքս, լուրջ ես ասում։ Բերեց Սերգեյին։ Հա, բերեմ ես սիրած տեղը։ Աչքիս այսօր միս ծեծելու օրը։
ինչ արեցի։ Վարվեցի։ Մարմարումա։ Ասեք։ Մարմարումա։ Բան չկա, նավ։ Սաղ շորերս կոֆե արեցիր, արա։ Կներես, չտեսեմ։ Ես դու ինձ ասում ես կներես։ Վայ Լուսի, heç չեմ ուզում գնանք։ Անհանգստանում եմ ախր երեխեքի համար։ Մամ, ինչ երեխա, մեծ մարդիկ են։ Ինչ ես խոսում։ Քեզ համար են մեծ մարդիկ, ինձ համար երեխա են։ Մամ։ Գնում եք արդեն։ Հա։ Դե ձեզ բարի ճանապարհ, հենց հասնեք կզանգեք։ Լյուս, սպասելու եմ։ Հա, կզանգեմ։ Հստեղ ես։ Ես գնամ հագնում եմ։ Դու էլ քեզ լավ կնես։ Դուք ձեզ լավ նայեք ու լավ հանգստացեք։ Բայց մալաձեց, ոնց մամային համոզիր։ Բա։ Ինչ ես անում, թող ուր են, գրնոն ուրա, գրնո։ Հեսա կտան են տղերք, ինչ եմ անենք փող տալի։ Լավ։ Մամ, տակ շորերը վերցրեք ձիրեք։ Ինչ եղավ են գրնոն, գրնո։ Հա, լավ։ Ինչ կգնում։ Ված չի։ Մնում մի քիչ ջահելություն լինի, որ վապշե հետաքրքիր անցնի։ Լողավազան է կա, մարզասրահ կա, լավ ռելաքս կլնենք։ Իսկական լողավազանի ու մարզասրահի բանը, այս ջարդած ոտով ու ձևով։ Ոչի ես կլողամ, դու կնայես։ Բայց լավ ընկեր ես։ Գրացի։ Չի։ Շատ լավ է։ Դե հել լավ, հել ինչ պարկեցիր։ Վերկաց գնանք մի քիչ ման գանք։ Գնանք ինչ կա չկա, ինչ նոր հետաքրքրություններ կան։ Գնացինք։ Քշի հետ։ Տաթև։ Սարկներեց, որ նորից եմ զանգում։ Ուղղակի ընկեր Գրիգորյա Ուզում եմ իմանալ Լևոնից տեղյակ ես։ Ես արդեն ասեցի, որ Լևոնը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Չեմ տեսել իրան ու հուսով եմ, որ չեմ էլ տեսնի։
Սար։ Գրիգորյանը մոտդ էր։ Հա, Սար մոտս էր։ Գժված Լևոնին աման գալիս։ Իրան թվում է միասին եք։ Ասա, որ սխալ է թվում։ Չգիտեմ հավատաց թե չէ։ Իմ խնդիրները ինձ քիչ են, մի հատ էլ պետք է մտածեմ Գրիգորյանը ինձ հավատաց թե չէ։ Դադև, խնդրում եմ մի խորհուրդ տուր, մի բան ասա, ես խճճվել եմ։ Սար, ես էլ արդեն չգիտեմ։ Մտածում եմ դուրս գամ տնից։ Նամակ կգրեմ ու այնտեղ կփորձեմ ինչ-որ բան բացատրել, չգիտեմ։ Բայց ո՞ր գնաս։ Իսկ որպես ինչ մնամ։ Սար, երեխեքն են, լավ, պիտի գնամ կներես, հետո կզանգեմ։ Լավ։ Գիտեմ, որ թույլ չես տա հեռանալ, եթե ես ամենը քեզ ասեմ, բայց մնալ էլ չեմ կարող։ Ճիշտ չի չարաշահել մարդուն, ուրախ էի ճանաչել քեզ, լավ մնա, բարի մարդ։